Ես ուզում հայտարարություն անել մամուլի համար եւ իր պաշտպան կազմակերպությունների համար։ Մենք այս քայլը Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատում ենք որպես քաղաքական խոչընդոտներ առաջացնելու փորձ, դատապարտում ենք այս գործողությունները, այս հայտարարակ գործողությունները։ Քիչ առաջ դուք տեղեկացաք, որ անչափահաս երեխաների մորը տարել են Երևան, ընդ որում հասկանալի չի թե հատկապես ինչ են Երևան տարել, այստեղ ինչ-որ բան չէին կարող պարզել։ Այս պահին դուք հիմա տեսնում եք, որ այսպես կոչված քննչական գործողություններ են իրականացվում մեր գրասենյակում, մեր գրասենյակի կազմակերպչական մասով ներգրավված աշխատակից Արա Ոսկանյանի հետ եւ մենք սա համարում ենք կոնկրետ քաղաքական հետապնդում եւ խոչընդոտում հատկապես այսօրվա մեր հանրահավաքից առաջ եւ գյումրեցիներին ես խնդրեի եւ կոչ կանեի իրենց պատասխանը ուղղակի այս ամեն ինչին տալ ներկա գտնվելով մեր հանրահավաքին եւ շատ կոնկրետ արձագանքելով այս հայտարարությանը, որ հիմա մենք տեսնում ենք, անկեղծ ասած, չգիտեմ, տեխնիկական մասով մեր Արան էր զբաղվում, նույնիսկ ես չեմ բացառում, որ ինչ-որ բաներ գողանան ու տանեն մեզ մոտից, այսինքն դինամիկներ, տեխնիկական սարքեր, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց անկախ ամեն ինչից մենք հավաքվելու ենք եւ մեր տեսակետը ներկայացնել։ Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ մտավախություն ունի, որ Գյումրիում իշխանազավթումից հետո չի կարողանալու դա պահել, դա մարսել, այդ ապօրինությունը, որ տեղի էր ունեցել, չի կարողանալու մինչև վերջ տանել, դրա համար էլ այսպիսի քայլերի է գնում, շատ ծիծաղել է, որ երիտասարդներին են նույնիսկ գնում խուզարկում, ովքեր ընդամենը ակցիաների են մասնակցում, այս պահին նաև թույլ չեն տալիս, որպեսզի ազգային ժողովի պատգամավորը մտնի ներս եւ հասկանա, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվում։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, համակիրներին անպայման արձանագրել այս խայտառակությանը, սա բառից բուն իմաստով խայտառակություն է եւ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քաղաքական խոչընդոտներ է իրականացնում մեզ համար, իսկ քաղաքացիական պայմանագիրը, որ ասում էր մենք օրենքով եւ այլնով, մենք տեսնում ենք իրենց իրական դեմքը եւ մեր բոլոր համակիրները, ովքեր հիմա ինձ ուղիղ եթերում հետևում են, որևէ մեկին, եթե հիմա խուզարկության են կանչում, անպայման մեզ իմաց տվեք, որովհետեւ դա այնպեսի համատարած բնույթ է կրել, որ մենք ուղղակի չենք հասցնում արձագանքել այս ամեն ինչին։ Ժողովուրդ ջան, օնլայնով հետևում եք ինձ եւ ուղարկում եք մեսեջները իմ հեռախոսահամարին, որ մենք տեղեկանանք, թե ում տուն են մտել, ինչ են արել, ուր են տարել։ Սա ուղղակի պարալիզացման գործընթաց է, առավոտը ժամը 7-ից սկսած քննչական գործողություններ են իրականացում եւ մենք ուղղակի ֆիզիկապես չենք հասցնում մեր թիմակիցների հետևից, այս պահին էլ գրասենյակում է սա իրականացվում։ Մի խոսքով սա էր, եթե այսպիսի ընտրություններ են տեղի ունենալու, սրանք արդեն ընտրություն չեն դառնում, բայց սա նաեւ պետք է ազդակ լինի բոլորին, որ այս մարդիկ անհանգստացած են, այս մարդիկ ջղաձգված են եւ հասկանում են, որ հողը ոտքերի տակից գնում է, ինչքան էլ լցոնումներ անեն, ինչքան էլ բերել մարդկանց գրանց են, պարզվի, որ այս ընթացքում 3000-ով ավելացել է Գյումրիում ընտրողների թիվը, ինչքան էլ փորձեն այդ շրջիկ խմբերը աշխատացնել, ինչքան էլ փորձեն իրենց գործողությունները անել, հասկանում են, որ 50%-ից ավելի չեն հավաքելու իրենց դրածոներով հանդերձ։ Դրա համար էլ այսպիսի գործողությունների են գնում, բայց ես կարծում եմ հակառակ էֆեկտն է ունենալու, սա բացի քաղաքական հետապնդումից նաև ես հիմարություն եմ գնահատում իրենց կողմից, մնացածը արդեն գյումրեցիների ձեռքում է, թող իրենք որոշեն։